Մենք Հարավայի դպրոց պարտեզի 3-1 դասարանի սովորողներն ենք։ Ապրիլի 4-ին Ղազարե Սաղայանի ծննդյան օրն է։ Ծնունդը շնորհավոր աղայան պապիկ։ Այդ կապակցությամբ մենք կընթերցենք Ծառերի գանգատը, Մեղուն ու Մարտը ստեղծագործությունները։ Ղազարե Սաղայան ծառերի գանգատը։ Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիր վարում, կերակուր եփում, փափուկ հաս թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում։ Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան եւ այլն շատ տեսակ կահ եւ կարասիք, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում։ Կամուրջ է շինում, գետերով անցնում, սայլեր են շինում, ամեն ինչ կրում, գութան են շինում, հողերը հերկում, լուծ, սամի շինում, եզգոմեշ լծում, օրորոց շինում, մանկի կորորում, քանոն են շինում, տետրակներ տողում, նավեր են շինում, ծովի մեջ լողում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում։ Ով չի տանձ կերել կամ կարմիր, խնձոր, նուր ու սերքևիլ, կեռազ ու սալոր, դեղց, կարմրաթշիկ, ծիրան, անուշիկ։ Ապա խաղող եւ քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուղ ու սպիտակ եւ այդ ամենը մարդիկ են ուտում։ Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում ու ոչնչացնում։ Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք եւ ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք։ Մեղուն ու Մարտը։ Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը. Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը։ Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակար դու ես, բայց սխալվում ես։ Պատասխանեց տերը. Ինչպես, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է։ Ոչխարը։ Այդ հաշիվ չէ, տեր, ոչխարը իմ հասակակից չէ, նա միահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ, դու պետք է իմ ընկերների հետ համեմատես։ Շատ բարի Շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս։ Շերամը ո՞րն է։ Շերան այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում։ Հա, իմացա, այն շատակետ ճիճուն չէ, որն անդադար կերակրում եք թթան տերևներով։ Նա ինքն է։ Բայց գիտես, տեր, նրա չափ, որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղը ոսկի կշինենք ձեզ համար։ Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս եւ ուրիշներին էլ բաժին լինի տալիս, այնպես չէ, պարոնս։ Այո, այդ կողմից դու ուղիղ ես, մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ։ Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանից եւ թռավ նստեց Վարդենու վրա։ Մենք էլ մեր բարի գործ կանենք, շատ ծառեր թփեր կտնկենք։ Այսքանը։ Կարծում ենք ձեզ շատ դուր եկավ։ Կհարգի